Ադրբեջանում հայերի ջարդերի օրերն են այս օրերը, փաստացի ադրբեջանական ձեռագիրը մեզ ծանոթ է շատ վաղուց, նաև Արցախում արդեն ցեղասպանական գործողությունների տեսքով, որ դեպքում խաղաղության հեռանկարին, եթե ունենք այս համատեքստը։ Նախ կեղծիք է, որ պատերազմը կանգնել է, պատերազմը մարտի դաշտում, ընդհանրապես ոլորտներից մեկն է, կա պատերազմ տեղեկատվական դաշտում, պատերազմ տնտեսական։ Հիմա այդ պատերազմը շարունակվում է, այսինքն պատերազմի մյուս կողմը շարունակել է խնդիրն դե Հայաստանի Հանրապետության լուծարմանը, օգտագործելով մարտի դաշտում տարած հաղթանակը որպես ճնշման գործիք կամ դամոկյան սուր, տեղեկատվական եւ տնտեսական դաշտում ունենալով Հայաստանի նկատմամբ բացարձակ առավելություն, Ռուսաստանի տնտեսական տիրույթից բերել ամբողջովին Թուրքիայի տնտեսական տիրույթ եւ վերջնարդյունքում պայմաններ թելադրել։ Իսկ պայմանները կարծում մեզ համար լավագույն տարբերակով Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միացյալ պետությունն է, վատագույն դեպքում ընդհանրապես այս տարածքում պետություն պիտի չլինի, հայկական պետություն պիտի չլինի։ Այսօր իրենք կոնկրետ այդ գործն են անում։ Դրա մասին չբարձրաձայնել նշանակում է հող նախապատրաստել, որովհետեւ մեր ժողովուրդը վաղ չէ միսօր անիրազեկ կերպով մի լուրջ փորձան առաջ կանգնի, որտեղից չկարողանա դուրս գա։ Իդեպ ասեմ ձեզ, այդ Խոջալույի հետ կապված գործնականում հողա նախապատրաստում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների վաղը Ադրբեջանի իրապահ համակարգի կողմից քրեական հետապնդման ենթարկելու եւ հետախուզում հայտարարելու։ Ընդ որում սրա մասին Ալիևը չէր թաքցնում։ Հիշեք 5000-ից ավել անց Ալիևը ասում է 88-91 թվականներին չկան։ Ուր են։ Ովքեր են պատասխանատուները։ Ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ սպանել են, ով է սպանել, ովքեր են կազմակերպել, ովքեր են թաղել կամ հրկիզել։ Նույնը վերաբերում է Խոջալույին, այսինքն հիմա քարոզչական հող է նախապատրաստում, վաղը չէ միսօրը Հայաստանի արչև հայց է դրվելու, ասենք ցուցակ 50,000 հայի ուղղակի ձերբակալել արտահանձնել։ Եթե դա տեղի չի ունենում, ինքը կոնկրետ ուժով է անում։ Հիմա ինչ ասել է Արևմտյան Ադրբեջան, իրականությունը թե բլեֆ, իհարկե բլեֆ չի։ Օրինակ են բերում Հորդանանի արևմտյան ափին հրյա վերաբնակները եւ գնում էին պաղեստինցիների տարածքներին դուրս էին հրավիրում, սկզբից պաղեստինցիները լուրջ չվերաբերվեցին, որ կարող է հրյա վերաբնակները իրաց դուրս հրավիրեն։ Որ պայն դիմադրություն կազմակերպվեց, հրյա վերաբնակների հետևից ցախալը բանակը մտավ։ Ձեզ վստահեցնում եմ, ստեղ խնդիր է դրվել, այս տարածքում հայտի չափրի եւ կապ չունի, այդ հայ ընդդիմադիր է, իշխանությունն է, իրապահ համակարգ է, բոլորից առաջ նույն մարտահրավերն է կանգնած։ Ավելին ասեմ ձեզ, դիմադրության այն աղբյուրը, որը որ մենք մտածում ենք որպես պարտված կողմ, որպես հաշտարար միջնորդ ունենք, այդ միջնորդից էլ ենք մենք զրկված։ Ավելին ասեմ ձեզ, գալու է նոր միջնորդ, որը 22 թվականին Արցախը հանձնեց Ադրբեջանին, խոսքս Ֆրանսիան է եւ Եվրամիությունը, Եվրախորհուրդը ճիշտ, Շարլ Միշելը։ Խաղի կանոնները փոխվել, առաջ եթե այնուամենայնիվ կար պայմանավորվածություն միմյանց հետ որոշակի խաղի կանոններով հարաբերվել, իսկ այդ խաղի կանոնը հաստատվել էր 1945 թվականի Պոզդամի կոնֆերանսում։ Պետությունների համար առաջնային էր տարածքային ամբողջականությունը, որը միջազգային իրավունքով պաշտպանված էր։ Հիմա չկա նման բան։ Միացյալ Նահանգների ցույց տվեց, որ եթե այդ պետության շահից բխում է այլ պետության տարածք ուղղակի նվաճել, տարածքային ամբողջականության պաշտպանություն հասկացություն չկա։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, եթե տարածաշրջանում ուժերի հարաբերակցություն է փոխվում, Ադրբեջանը ուզում է այս տարածքը վերցնել, ինչ տա խանգարելու։ Չէ, հետաքրքիր է։ Ադրբեջանի ուժին պիտի հակընդդեմ ուժ լինի, բանակ։ Այդպիսի բան չկա, ուրեմն Ամերիկայի պահով 2019 թվականին Ամերիկան 8 տարի Սիրիայի քրդերին զինելուց, մարզելուց հետո մի օրվա մեջ դուրս եկավ։ Սիրիայի քրդերը կանգնեցին թուրքական տանկերի, ինքնաթիռների, ուղղաթիռների գրոհի առաջ։ Իդեպ անցյալ տարի դեկտեմբեր, այս տարի հունվար նույն քրդերը փորձությունների առաջ կանգնեցին։ Ամերիկան էր երաշխավորը։ Չկա այդպիսի բան, հասկացեք։ Ամերիկան իր շահից ելնելով, եթե պետք է ինչ որ ժողովրդի կամ պետության զոհաբերի, ինքը զոհաբերում է։ Այդտեղ պետք չի Ամերիկային ասել դու վատն ես։ Մենք հասկանանք վատը մենք ենք, որտեղ իրավիճակը համարժեք չեն գնահատում մեկ եւ մարտահրավերներին ու սպառնալիքներին չենք պատասխանում դիմագրավել։ Ինչու 90-ականներին կարողացանք հաղթել Ադրբեջանը, որտեղ իրավիճակը նախ համարժեք են գնահատում։ Ըստ այդմ կամ կար, կամային կենտրոններ կար, մեր ժողովրդին կարողացան կազմակերպել։ Հիմա երկու էլեմենտներ չունենք, այսինքն իրավիճակը համարժեք չի գնահատում սպառնալիքների եւ այդ կամային կենտրոնը, որ պետք է լինի իշխանությունը, չկա։ Այս է իրականությունը։ Վաղ չեմիսօրից հետաքրքիր ունակ երասխից, եթե տանկերը մտնում են դեպի Երևան,
Ինչա Փաշինյանը դիմել է ՄԱԿ անդամության խորհուրդ ասելով տանկերը Երևան են մտնում, հա, լուրջ եք ասում։